Մայիսի 9-ին Վանաձոր քաղաքում կայացավ պայքար հանուն գոյության պարայի ներկայացումը։ Մասնակիցները պարի միջոցով ներկայացրին Արցախյան 1991 թվականի պատերազմը, քառօրյա պատերազմը և 44-օրյա պատերազմը։ Մասնակիցներից շատերը մասնակից էին 44-օրյա պատերազմի և իրենց ապրումներն էին ներկայացնում հանդիսատեսին։ Ունեցել ենք և վերելքներ, և վայրեջքներ, սակայն չպետք է հանձնվել, պետք է պայքարել և կրկին ունենալ հաղթանակներ։ Հայը միշտ հաղթում է, երբ միասնական է լինում։ Ինչ ես նվագում, եղբայր, հաղթել ենք, հաղթել, հաղթական քոչարի նվագի օրենք։ Եկեք լինենք միասնական, որպեսզի այն հողերը, որոնք զիջել ենք, պայքարենք ու ետ վերադարձնենք, որպեսզի կրկին ունենանք Արցախ։